I went to Gyumri to seek out what the city might. Ես այցելեցի Գյումրի, որպեսզի տեսնեմ քաղաքը երկրաշարժից 25 տարի անց։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին ես դեռ երեխա էի, որը մեծանում էր Լոս Անջելեսի սովորական մի փողոցում։ Մենք պետք է հավաքենք մեր բոլոր բրդյաշորերը եւ տանենք եկեղեցի, ասաց մայրս։ Հայաստանում երկրաշարժ է եղել։ Հիմա այստեղ 25 տարի անց 25,000 զոհերի ոգին դեռ ներկա է։ Միևնույն ժամանակ, կարծես երկրաշարժի հետևանքների մեջ միահյուսված մեկ այլ պատմություն է ձևավորվում։ Սկսում եմ շուկայից։ Երկու գործիքեր լրագրողների հետ քայլում եմ Գյումրիի կենտրոնական շուկայով։ Մի նեղլիկ փողոցով, որը տեղացիներն անվանում են Լաչին։ The wood burning heaters there catch my eye. Իմ ուշադրությունը գրավում են վառարանները, եւ դրանք պատրաստող հողմածեց դեմքով մարդը։ Գրիգոր Մելքոնյանը իր արհեստը սովորել է հորից։ Հայրն էլ իր հերթին սովորել է իր հորից։ Այժմ Գրիգորը 60 տարեկան է եւ արդեն 40 տարի թիթեղագործ է։ Մի ժամանակ Գյումրին լի էր Գրիգորի նման վարպետ արհեստավորներով, սակայն նրանց թիվը տարեց տարի նվազում է։ Մի քանի կրպակային կողմ թոնրատունն է։ Գոհարիկ Սարգսյանն այստեղ 10 տարի հաց է թխում։ Թոների շիկացած ջերմությունը թվում է իր կնիքն է թողել նրա դեմքին։ Սակայն դա նրան չի խանգարում, որ համարձակ կերպով մի ձեռքից մյուսին փոխանցելով բացի իր հացթուխ ընկերների պատրաստած խմորը։ Մինչ հացթուխ լինելը ինչ էի կանում, հարցրին Գոհարին։ Ինչ էի անում։ Ուղղակի գեղեցիկ հարց էի, ուրիշ ոչինչ։ Գոհարի գեղեցիկ հարց լինելու վերաբերյալ հիշատակումը եւ մեր արչեւ քիչ անց հրապարակում հայտնված տեսարանը երջանիկ պատահականություն էր։ Զույգը լուսանկարվեց եւ հեռացավ լիմուզինով։ Նույն օրը ավելի ուշ, երբ վերադառնում էինք հյուրանոց, լույսի մի շող գրավեց ուշադրությունս։ Դա հին խորհրդային ժամանակների վարսավիրանոց էր։ Ներսում միայնակ մի կին, կրացած դույլի ու ավելի վրա հատակներ մաքրում։ Ներս մտանք, ներկայացանք եւ հարցրինք. արդյոք նա կարող է մեզ մի փոքր պատմել վարսավիրանոցի մասին։ Անկոչ հյուրերը նրան կարծես չանհանգստացրին։ Նա շարունակեց սրբել հատակը։ Հարցրեք ինչ ուզում եք, ասաց նա։ Սվետլանան, կարճ նրան Սվետիկ են անվանում, 66 տարեկան է։ Ավելի ծեր եմ երևում, չէ՞։ Չենք պատասխանում, բայց արտաքինից 80 տարեկանի տպավորություն է թողնում։ Այստեղ էիք երկրաշարժի ժամանակ։ Իհարկե այստեղ էի։ Կորցրել եմ որդուս, ամուսնուս եւ քրոջս։ Ասում է նա կարծես իմիջայլոց ու շարունակում հատակը սրբել։ Հաջորդ առավոտ վարսավիրանոցում տրամադրությունը ճիշտ հակառակն էր։ Մոտ 1 տասնյակ կոկիկ սպիտակ վերնահագուստով տղամարդիկ աշխատում են 1 տասնյակ այլ մարդկանց մազերի վրա։ Կարճ կտրվածք եւ հին ոճով սափրում։ Ոմանք ընդմիջում են ծխախոտ վառելով ու փորձում տաքացնել ձեռքերը սենյակի միակ վառարանի վրա։ Լսել էի, որ գյումրեցիները հայտնի են իրենց սուր հումորով եւ ստացա իմ առողջ չափաբաժինը նրանցից։ Բայց բոլոր կատակները մի կողմ դրվեցին, երբ հերթը հասավ Խանան Արիստակեսյանին, Սրահի եւ Գյումրիի ամենատարեց վարսահարդարին։ Նա այս սրահում է աշխատում 1956 թվականից։ Նշանը մեզ ցույց տվեց ճանապարհը դեպի Խաշի փառատոն։ 60 տարեկան Գրիգոր Գալստյանը, հայտնի որպես վարպետ Գրիգոր, խաշ է պատրաստել ավելի քան 35 տարի եւ կորցրել է հաշիվը, թե քանի անգամ է պատրաստել։ Այսօր նա եւ իր անձնակազմը խաշ են պատրաստում 150 հոգանոց խմբի համար։ Facebook-ում կազմակերպված միջոցառման, որը հումորով կոչել են Խաշի առաջին միջազգային փառատոն։ Ոչ ոք չի վճարում ճաշի համար։ Ով որքան կարող է, գցում է հանգանակությունների արկղի մեջ, որը Գյումրու բուսաբանական այգու բարենորոգման համար է։ Ես գիտեի, որ Գյումրի այցի առավել դժվար մասը լինելու է մետաղյա տնակները տեսնելը, որոնք ռուսերեն կոչվում են դոմիկներ, եւ որտեղ դեռ բնակվում են բազմաթիվ ընտանիքներ։ Վագոն տնակները երկրաշարժից հետո բերվել եւ տեղադրվել են որպես ժամանակավոր կացարաններ։ Եվ ըստ գյումրեցի լրագրողների, շուրջ 4500 ընտանիք դեռ բնակվում է դրանց մեջ։ Նոր թաղամասեր են կառուցվել, օրինակ Մուշը, որտեղ բնակարան են ստացել երկրաշարժի հետևանքով տները կորցրած ընտանիքները։ Համաձայն Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի 430 ընտանիք պետք է բնակարան ստանա 2014-ին, ինչը նշանակում է, որ գրեթե 4000 ընտանիք կշարունակի ապրել տոմիկներում։
Levon Barsegyan and his wife Nina. Լևոն Բարսեղյանն ու նրա կինը Նինան Դոմիկում են բնակվում արդեն 25 տարի։ Լևոնը կույր է եւ որն անցկացնում է ռադիո լսելով։ Նինան մոտակա աղբանոցից իրեր է հավաքում, որ վառեն ու տաքանան։ Նրանց կառավարության ծրագրով առաջարկվել է 1 սենյականոց բնակարան, սակայն Բարսեղյանները մերժել են, քանի որ այդ ժամանակ արդեն նրանց ընտանիքը չափազանց մեծ էր, 10 հոգուց բաղկացած, եւ 1 սենյականոցում պարզապես չէին տեղավորվի։ Նրանք չգիտեն ինչ է լինելու հիմա։ Անահիտ Սահրադյանը անակնկալի չի գալիս, երբ թակում ենք դուռը։ Նա գիտի ինչու ենք այստեղ։ Ուզում ենք տեսնել, ով է բնակվում նման խղճուկ դոմիկում։ Նրա տնակը խրճիթ է հիշեցնում եւ ավտոկայանին հարող թաղամասում վատագույններից է։ Վերջին 18 տարիների ընթացքում այն տիկին Անահիտի տունն է եղել։ Այստեղ են բնակվում նաեւ նրա դուստրը Նարան եւ 3 տարեկան թոռնիկը։ Ընտանիքը անօթևանների ցուցակում 1258-րդն է։ Ես հույսս չեմ կորցրել, ասում է նա։ Ես պետք է ունենամ իմ բնակարանը։ Աստված ինձ կտա բնակության տեղ։ Սեդատեր Գրիգորյանը եւս կորցրել է իր տունը երկրաշարժից եւ դեռ սպասում է նոր բնակարանի։ Նրա որդին ու դուստրը Ռուսաստանում են, բայց նա չի ցանկանում լքել Գյումրին։ Սեդան չցանկացավ լուսանկարվել, սակայն թույլ տվեց լուսանկարել այն իրերը, որոնք կարողացել է փրկել իր փլված տնից։ Լսել էի, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղաքի կենտրոնում կառուցել է շքեղ մի հյուրանոց, որը կոչվում է Ալեքսանդրապոլ։ Այն ավելի շատ նման է Վերսալի պալատի ու Վերսաչիի նորաձևության շոուի խառնուրդի։ Գոնե կապուչինոն այստեղ լավն էր։ Այդ գիշեր Գյումրիի կենտրոնում գտնվող 700 տեղանոց թատրոնում Բամբիր խումբը պետք է հանդես գար համերգով, նվիրված երկրաշարժի զոհերի հիշատակին։ Theater in Central Gyumri. Lead singer, nicknamed Jag, sat alone on stage. Բամբիրը հիմնադրվել է Գյումրիում։ Խմբի վոկալիստ Գագիկ Բարսեղյանը, հայտնի Ջակ մականունով, ձայնի ստուգումների ժամանակ միայնակ նստած էր բեմին, փայտի վառարանի մոտ փաթաթված ծածկոցով։ Տեսարան, որը շատ ծանոթ է այն 300,000 անտուն մնացածներին, որոնք անցկացրին 88-ի ձմեռը նման պայմաններում։ Blacksmith Garik Baboyan's workshop is tucked away under a leafless. Դարբին Գարիկ Բաբոյանի արհեստանոցը թաքնված է տերևաթափ եղած ուռենու տակ։ Նա իր ընտանիքում դարբինների 7-րդ սերունդն է։ Կրակ է անում, որ տաքացնի երկաթը եւ երբ շիկանում է, հեշտությամբ ճկում ու ձևավորում է այն։ Նրա արհեստանոցի պատերը նման են հսկայական հեռախոսագրքի, խզբզված հաճախորդների ու ընկերների համարներով։ Գարիկը գոհ է, քանի որ կարողանում է իր աշխատանքով վաստակել ընտանիքի ապրոստը։ Երբ պատրաստվում ենք հեռանալ, Գարիկը մի պահ կանգ է առնում դրան մոտ եւ բացում հին պահարանը։ Տեսնում եք այն գլխարկը։ Պապիկինս է։ Պապս է կախել, ու մինչև հիմա այդպես մնացել է։ Ոչ մեկս ձեռք չենք տալիս։ An artist of a different sort, 22-year-old. Մեկ այլ արվեստագետ, 22 տարեկան Արտակ Փիլոսյանը, նախընտրում է նկարել մարդու մարմինը։ Չնայած որ շատ դժվար է Գյումրիում պատրաստական մոդելներ գտնել։ Նա ծնվել է երկրաշարժից 3 տարի անց եւ հիշում է, թե ինչպես է հաճախել տնակ դպրոց։ Ես նկարել էի ապագայի իմ պատկերացրած Գյումրին։ Իմ նկարներում հետաքրքիր ճարտարապետական շենքեր կային, կառուցված նույն դոմիկներից։ Իրական արհավիրքն ավելի լավ կարող են բացատրել միայն այն զգացած ու ապրած մարդիկ։ Իմ սերունդը դրա հետևանքները կրողն է, ասում է Արտակը։ Along with being known for its handmade artisanal products, Gyumri had also once been a Հայտնի լինելով իր ձեռակերտ ու արհեստագործական աշխատանքներով, Գյումրին նաև հայտնի էր որպես արտադրական ու արդյունաբերական քաղաք, իր ավելի քան 50 գործարանով։ Այդ գործարաններից քչերն են մնացել։ Թերևս Լենտեքսը հույսի շող է։ Հիմնադրված լինելով 2003 թվականին բնիկ գյումրեցի Կարեն Գոմցյանի եւ նրա կնոջ կողմից, գործարանը մասնագիտացել է գուլպեղենի արտադրության մեջ եւ իր արտադրանքը իրացնում է մանրածախ խանութներում, թե Հայաստանի ներսում, թե երկրից դուրս։ Գործարանն ունի մոտ 180 աշխատող, որոնց մեծ մասը կանայք են։ Հենց գործարանի մոտ հանդիպեցի մեկ այլ կնոջ, Փեփրոնե տատին։ Նա եկել էր գործարանի ոչ պիտանի արկղերը հավաքելու, որպիսի տուն տանի, վառի ու տաքանա։ Նա իրար վրա էր դարսում ստվարաթղթեր, թելեր, կոճեր եւ այն ամենը, ինչը կտեղավորվեր իր սայլակում։ Ես սկսեցի քայլել նրա հետ։ Յուրաքանչյուր մի քանի մետրն անցնելիս իրերի կույտը թափվում էր։ Ցավալի էր այդ ամենը տեսնելը։
Ես տեսախցիկս գցեցի ուսիս եւ սկսեցի դարսել ընկած իրերս այլակի վրա։ Slung my camera over my shoulder and started to put the fallen items back on the carriage and held them there. 1 կիլոմետրից հասանք Փեփրոնեի տուն, մի ավտոտնակ, որ նա վերածել էր օթևանի։ Պարզվեց, որ Փեփրոնեի ընտանիքը կորցրել էր իր տունը երկրաշարժի ժամանակ եւ ստացել նոր բնակարան, իսկ սա նրանց ավտոտնակն էր։ Տարիներ անց ամուսինը մահացել էր, իսկ որդուն քաղցկեղ էին ախտորոշել։ Նա վաճառել էր բնակարանը, որպեսզի վճարի որդու բուժման ծախսերը։ Նրա որդին ի վերջո մահացել է եւ նա ստիպված է միայնակ ապրել իր ունեցած միակ բնակելի վայրում, ընտանեկան ավտոտնակում, որն այժմ պատված է բորբոսով եւ անդադար կաթում է։ Ես ցանկանում էի ավելի երկար մնալ Փեփրոնեի մոտ եւ ավելին լսել նրա պատմություններից, սակայն իմ գործընկերը հիշեցրեց, որ պետք է Երևան վերադառնանք եւ որ վերջին ավտոբուսը 1 ժամից մեկնում է։ Վերջին պատմությունը Փեփրոնեինն էր։ Gyumri is a place of a million stories rooted in one single event. Գյումրին միլիոնավոր պատմությունների քաղաք է, որոնց արմատը մեկ դեպք է։ Տոնավաճառում եւ սուրճի սեղանների շուրջ, հացի փռում ու վարսահարդարման սրահում, նույնիսկ ամենաշքեղ հյուրանոցում կամ կուչ եկած ամենախարխուլ խրճիթում պատմությունը թափանցում է ամենուրեք։ Դու բախվում ես նրան, սայթաքում, կամա թե ակամա։ Եվ յուրաքանչյուր պատմություն միաժամանակ թե ուրախ, թե ցավոտ, կարծես սեղմված ու միախառնված է մեկ վայրում։ Դու այլևս չես կարող ասել, որտեղ է ավարտվում մեկը եւ սկսվում մյուսը։ Եվ երբ հեռանում ես պատասխանատվության խորը զգացումով, որ այժմ քեզնից է կախված այն լավագույնս փոխանցելը։ Love them,